Բարև ձեզ հարգելի ընկերներ, բարև երկիր, բարև ժողովուրդ, բարև ազգ։ Քանի որ հերթական Կիրակին է, նույնիսկ չգիտեմ այսօր պատարագին մասնակցել է վարչապետը թե ոչ, այսուհետ աշխատելու եմ հարգալից խոսել, ում մասին էլ որ խոսել։ Բայց հարցը մնում իհարկե մեր ժողովրդին այդքան չի նյարդայնացնում այս հարցը, բայց պիտի որ նյարդայնացնի, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը խախտել է, տապալել է թե ոչ։ Առնվազն իր վերջի տարիների գործողությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը խախտում է կամ տապալել է սահմանադրական կարգը թե ոչ։ Այս հարցը պետք է գիշեր-ցերեկ քննարկեին իրավաբանները, հանգեին տարբեր եզրակացությունների, բայց դե ինչպես գիտեք, իրավաբանները ավելի լուրջ գործերով են զբաղված, այսպես թիթիզ բաների ժամանակ չունեն, կամ միգուցե հիասթափված են եւ կարիք չեն գտնում sense բաներից խոսելու։ Եկեք մենք ինքներս այնքանով որքանով որ խելքներս կտրում է, առնվազն քաղաքական մակարդակով գնահատական տակ։ Դրա համար ինչ ենք անում։ Բացում ենք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, որի առաջին գլուխը կոչվում է սահմանադրական կարգի հիմունքները։ Պարունակում է ընդհանուր 22 հոդված։ Եվ այդ 22 հոդվածը յուրաքանչյուրը ով տառաճանաչ է եւ կարդալ գիտի, կարա բացի եւ կարդա։ Եվ յուրաքանչյուրը առնվազն որպես քաղաքացի իր գնահատականը, կարծիքը, նույնիսկ քաղաքական գնահատականը եւ որակավորումը կարող է տալ այս իրավական առաջին հայացքից իրավական թվացող հարցին, բայց ինչպես գիտեք, սահմանադրությունը դա ոչ միայն իրավական եւ սահմանադրական կարգի տապալումը, ոչ միայն իրավական, այլև քաղաքական եւ պետական գործողություն է։ Եվ այսպես շատ ժամանակ չծախսենք, միանգամից անցնենք վերջի հոդվածը, այդ առաջի գլխի, ես վերջից եմ գալու, ինչի, որովհետեւ առաջի հոդվածները երևի շատ եք լսել, առաջի հոդվածներին էլ կգանք։ Ուրեմն 22 հոդվածներից, որոնք վերաբերվում են սահմանադրական կարգի հիմունքներին, 22-րդը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է։ Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը այստեղ որևիցե խախտում չի արել։ Համաձայն եք, կարող եք չհամաձայնվել, կարող եք ձեր առարկությունները գրել։ Եվ հիմա տեսնենք 21-րդ հոդվածը ՀՀ սահմանադրության Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը, որտեղ երկրորդ կետը ասում է, որ Հայաստանի Հանրապետության զինանշանն է, կենտրոնում վահանի վրա պատկերված են Արարատ լեռը նոյան տապանով, Նիկոլ Փաշինյանը Արարատ լեռի խորհրդանշանականության վերաբերյալ ոտնձգություն թույլ տվել է թե ոչ հարգելիներս։ Իհարկե թույլ է տվել։ Հետևաբար 21-րդ հոդվածի երկրորդ կետով արդեն իսկ կա ոտնձգություն սահմանադրական կարգի հիմունքներով արձանագրված 21-րդ հոդվածի նկատմամբ։ Ուրեմն Արարատ լեռը նոյան տապանով եւ պատմական Հայաստանի 4 թագավորությունների զինանշանները։ Սա գրած է սահմանադրության մեջ։ Պատմական Հայաստանի 4 թագավորությունների զինանշանները։ Պատմական Հայաստան հասկացության նկատմամբ Նիկոլ Փաշինյանը ոտնձգություն թույլ է տվել թե ոչ։ Իհարկե թույլ է տվել, ավելին իրական Հայաստան կոչվող մի անհեթեթություն է առաջ բերել իբրև որպես գաղափարախոսություն կամ հակագաղափարախոսություն, ես կասեի, եւ ահա այս կետերով, այսինքն երկրորդ կետի այս երկու առանձին մասով Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգի հիմունքների նկատմամբ թույլ է տվել ոտնձգություն։ 20-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Կարծում եմ այս հոդվածի նկատմամբ էլ առայժմ ոտնձգություն չկա, փաստը չկա, եկեք իմ կարծիքով, հա դուք կարող եք այլ կարծիք ունենալ։ Հայաստանի, հայկական սփյուռքի հետ կապերը, հոդված 19 Հայաստանի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացում, հայապահպանությանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը։ Ես կարծում եմ, որ այս կետը Նիկոլ Փաշինյանը շատ ուժեղ ձևով արել է, նպաստել այս վերջի հատվածով, մասով, նպաստել է հայրենադարձությանը, այնպես է արել, որ
140,000 հայ Արցախից վերադարձել են Հայաստան։ Այստեղ գերակատարել է պլանը, այսինքն Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգի հիմունքների այս բաժինը յուրովի հասկանալով հայրենադարձություն է իրականացրել։ Բայց չգիտես ինչու հայրենադարձությունը կա, բայց մարդիկ, ժողովուրդը, արցախայությունը այնքան էլ իրեն լավ չի զգում Հայաստանում եւ այնքան էլ կամավոր չի եկել, այլ բռնի տեղահանվել է որպես ցեղասպանական ակտի հետևանք Ադրբեջանի կողմից իրականացված։ Նու կարելի է ասել, որ Սահմանադրության 10-րդ հոդվածը իրականացրել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Իլհամ Ալիևը։ Եվ Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ Իլհամ Ալիևի այս իրականացրած ուրեմն ոտնձգությանը կամ չգիտեմ սահմանադրության իրականացմանը նպաստել է ամեն կերպ, այսինքն հայրենադարձություն։ Բայց հայապահպանման ուղղված քաղաքականությունը ահա տապալել է Նիկոլ Փաշինյանը, որովհետև նա պետք է Արցախում իրականացներ հայապահպանություն, ոչ այն բանի համար, որ Արցախը Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքներից դուրս է, ըստ Նիկոլ Փաշինյանի, այլ զուտ հենց նրա համար, որ դուրս է, պետք է իրականացներ հայապահպանման քաղաքականություն, որը չի արել։ Այսինքն 10-րդ հոդվածը նույնպես ուրեմն չի կատարել։ Գոնե հայապահպանության մասով։ Էլ չասեմ, որ այնտեղ եկեղեցիներ, գերեզմաններ եւ այլն դարձյալ Նիկոլ Փաշինյանը որպես գործադիրի ղեկավար չի արել։ Այսինքն այս հոդվածն էլ է խախտել։ Հոդված 18 Հայաստանյաց առապելական Սուրբ եկեղեցին ինչա ասում, որ Հայաստանի Հանրապետություն ճանաչում է առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում։ Նիկոլ Փաշինյանը ազգային եկեղեցի չի ճանաչում առաքելական եկեղեցին, նա համարում է դա ոչ ազգային, վերազգային, իսկ որոշ դեպքերում ապազգային, հակաազգային կառույց եւ ընկել է կուսակրոնություն, չկուսակրոնություն բառախաղի հետևից, որը ըստ էության ազգային եկեղեցու այսպես հիմնասյուներից չի, հա, դա կառավարման առանձնահատկություն է, թե կաթողիկոսը կամ եպիսկոպոսները, իդեպ առանձնահատկությունը, որը մեր դարերում ամենևին իմաստ չունի, այսինքն լավ կլինի այդ կուսակրոնությունը ընդհանրապես հանեն, բայց եկեղեցին չի կարողանում հանի, որովհետև որքան որ ես եկեղեցականերից եմ հասցրել ճշտել, դա կհակասի այլ եկեղեցիների, քույր եկեղեցիների, այսպես մոտեցումներին, եւ մերոնք աշխատում են լավամարդ լինել, դուր գալ քույր եկեղեցիներին, մեր հայ եկեղեցականները, Նիկոլ Փաշինյանն օգտվում է առիթից եւ քույր եկեղեցիներին այս հաճելի լինելու դրվագով չարաշահում է իր իշխանությունը, այսպիսով չճանաչելով Հայաստանի Հանրապետության առաքելական Սուրբ եկեղեցուն որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելություն։ Նո, դրա ազգայինությունը չի ճանաչում։ Պետություն եւ կրոնական կազմակերպություններ Հայաստանի Հանրապետությունում երաշխարում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Սա նույնպես խախտում է եւ կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից երկրորդ կետով նույնպես խախտված է։ Հենց հիմա պետությունը շարքային քաղաքացու անվան տակ մտել է եկեղեցի, իրավապահները եկեղեցում իրականացնում են բռնաճնշումներ, սելեկտիվ արդարադատություն, հետապնդումներ, որոնք 17-րդ հոդվածի կոպիտ խախտում են։ 16-րդ հոդվածը ընտանիքը որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, ես կարճ եմ կարդում, ուրեմն պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո են։ Նիկոլ Փաշինյանը այսօր կաթողիկոսին մեղադրում է ընտանիք ունենալու մեջ։ Եթե հավատացյալները, հավատացյալ համայնքը կամ եկեղեցին կաթողիկոսին մեղադրեր ընտանիք ունենալու մեջ կամ որոշակի առանձին եպիսկոպոսների մեղադրեին ընտանիք ունենալու մեջ, ապա ըստ Սահմանադրության 16-րդ հոդվածի պետության հատուկ պաշտպանությունը եւ հովանավորությունը պետք է տարածվեր նրանց ընտանիքների վրա։ Այսինքն, եթե նույնիսկ մենք կամ եկեղեցականները կաթողիկոսի ընտանիքի նկատմամբ ոտնձգություն թույլ տային, ասեին դու խի ընտանիք ունես, նկարները հրապարակեին եւ այլն, պետությունը սահմանադրական
պարտավորություն ունի, ասում են պոզիտիվ պարտավորություն ունի, միջամտել եւ թույլ չտալ, որպեսզի այդ մարդկանց ընտանիք ունենալու համար մեղադրանքներ ներկայացվեն։ Բայց փոխարենը հենց պետությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի իր իրավապահներով, բլոգերներով, падգամավորներով հարձակվել են կաթողիկոսի վրա, մեղադրելով նրան ընտանիք ունենալու մեջ։ Նախորդ հոդվածներում ես ցույց տվեցի արդեն, որ չի կարելի sense բան անել, մեղադրել, բայց եթե նույնիսկ մեկը գտնվեր մեղադրել, իրանք պիտի պաշտպանեին։ Ուրեմն սա այս կետով եւս սահմանադրական կարգի հիմնական ուրեմն դրույթները խախտված են։ Հոդված 15. Մշակույթի, կրթության, գիտության խթանումը, հայոց լեզվի եւ մշակույթի ժառանգության պաշտպանությունը։ Պետությունը խթանում է մշակույթի, կրթության, գիտության զարգացումը։ Երկրորդ կետ. հայոց լեզուն եւ մշակութային ժառանգությունը պետության հոգատության եւ պաշտպանության ներքո են։ Էլի գալիս ենք պատմական Հայաստանի, Արարատ լեռի եւ էլի մի շարք խորհրդանիշերի, որոնք մշակութային ժառանգություն են նաեւ։ Եվ սրանց նկատմամբ, սրանց պաշտպանելու փոխարեն, հոգատության եւ պաշտպանության փոխարեն, այսօրվա դրությամբ պետությունը հարձակվել է սրանց վրա։ Ավելին, կրթության նախարարության հետ միասին, եթե չեմ սխալվում, ինչ որ մի գաղափարախոսություն էին մշակել, այ անունը չեմ հիշում, էլ իրանց իրական Հայաստանը գովերքող, որով պետական ֆինանսավորում պիտի ստանային մշակութային ժառանգության դեմ իրական Հայաստան կոչվածի օգտին ուրեմն մշակութային ծրագրերը։ Այսինքն մշակութային ժառանգության դեմ իրականացվող մշակութային քաղաքականությունը պիտի հատուկ աջակցություն ստանար եւ ֆինանսավորվեր պետության կողմից։ Այդպիսի որոշում են դրել քննարկման։ Չգիտեմ վերջնականապես որոշել են թե ոչ։ Սա էլ Սահմանադրության 15-րդ հոդվածի խախտում է, հարգելիներս։ Գնանք 14-րդ հոդվածին, զինված ուժերը եւ պաշտպանությունը։ Հայաստանի զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ քաղաքացիական վերահսկողության ներքո են։ Այս կետը եկեք տեսնենք, եւ քաղաքացիական վերահսկողության ներքո են։ Դուք նկատել եք զինված ուժերի, սա 14-րդ հոդվածի 2-րդ կետն է։ Քաղաքացիական վերահսկողության ինչ որ մի դրսևորում։ Ես օրինակ նկատել եմ Արթուր Համբարձումյանը Գյումրիից ամեն օր գրեթե լայվ անում, խորհուրդ եմ տալիս գտնել եւ լսել։ Արթուր Համբարձումյանը վերջերս մի քանի լայվերի մեջ խոսում է այն մասին, որ կարծեմ Սյունիքի մարզում, ստույգ տեղը չի ասում, բայց կարծեմ Սյունիքի մարզում կան դիրքեր, որտեղ մեր զինվորները իրենց հայկական դիրքերը հասնելու համար հատուկ ստուգման են ենթարկվում ադրբեջանական անցակետերում։ Այսինքն ադրբեջանցիները ներթափանցել են մեր տարածք, բռնի ձևով օկուպացրել են մեր տարածքները, ինչով սահմանների անձեռմխելիությունը խախտված է արդեն, զինված ուժերի ուրեմն որպես պարտականություն եւ սրա համար էլ որպես պատասխանատու է Նիկոլ Փաշինյանը։ Ահա մտել են մեր տարածք եւ մեր զինվորների ճանապարհին այնպես են դիրքավորված, երբ որ մեր զինվորները գնում են այդ լեռնային բարձանում են դեպի իրենց դիրքեր, որ մինչև իրենց դիրքեր հասնելը մեր զինվորականները ադրբեջանցիների միջով են անցնում, որտեղ ադրբեջանցիները հատուկ ստուգում են մերոնց, նայում են հո պատրոն շատ չեն տանում, հո ինչ որ ավելորդ զենք չեն տանում, նոր թողնում են, որ մերոնք գնան հասնեն իրենց դիրքերին։ Ահա սա քաղաքացիական վերահսկողության դրսևորումը Արթուր Համբարձումյանի կողմից, իմ բարեկամ, իմ մտերիմ Արթուր Համբարձումյանի կողմից գյումրեցի, ուրեմն բարձրաձայնված, որը պետության կողմից անտեսված է, որը մամուլի կողմից անտեսված է, ոչ մի հրապարակում, ոչ մի լրատվական այս հայտարարության հետքերով չի գնացել։ Եվ այո, սահմանների անձեռնմխելիությունն ու տարածքային ամբողջականությունը խախտված է զինված ուժերի պատասխանատու
վարչապետի կողմից, այսինքն հոդված 14-ը նույնպես խախտված է։ Գնում ենք հոդված 13-ին։ Ովքեր նոր են միացել, հիշեցնեմ, որ մենք քննարկում ենք Սահմանադրության առաջին գլուխը, որը վերնագրված է Սահմանադրական կարգի հիմունքները, եւ տեսնում ենք, թե քանի հոդված է, 22 հոդվածից քանի հոդված է խախտված, եւ այսպիսով արդյոք Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական կարգը տապալել է Հայաստանի Հանրապետությունում, թե ոչ։ Ահա մենք դա ենք քննարկում։ Եվ այսպես արտաքին քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական իրականությունը միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով, ուրեմն միջազգային իրավունքի հիման վրա։ Առանձին օրինակ չեմ կարող հենց այս պահին բերել, թե միջազգային իրավունքի հիման վրա ինչն է խախտված, բայց այդ սահմանների անձեռնխելիությունն է խախտված, իրար գործերի չմիջամտելն է միջազգային իրավունքի վրա հիման վրա խախտված, Ադրբեջանը մեզ մոտ սահմանադրություն փոխելու պատվեր է իջացնում, Ադրբեջանը մեզ մոտ առանձին հասարակական կազմակերպություններ եւ կրոնական կազմակերպություն հետապնդելու, այսպես ասած, պատվեր է իջացնում, խոսույթ է թելադրում, դպրոցներում նկարները հերոսների, զոհվածների դնել չդնելու հարց է քննարկում եւ այլ, այսինքն միջազգային իրավունքի հիման վրա բազմաթիվ բաներ արդեն իսկ խախտված են եւ ավելին միջազգային իրավունքը ճանաչում է Արցախի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը եւ Նիկոլ Փաշինյանը չի ճանաչում միջազգային իրավունքի այս դրույթը, չի ճանաչում։ Ասում է, չէ, մենք սխալ ենք արել, մենք հարձակվել ենք, մենք օկուպանտ ենք, թե միջազգային իրավունքը ասում է, որ գոյություն ունի ինքնորոշման իրավունք, եւ արցախցիները բոլոր հիմքերն ունեին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը բոլոր հիմքերն ունեին անկախանալու սովետական Ադրբեջանից։ Հետո եթե սովետականից չի ստացվում, ասենք թե անկախ Ադրբեջանից, թեև անկախ Ադրբեջանի կազմում, ինչպես ժամանակին Քոչարյանն էր ասում, երբեք Լեռնային Ղարաբաղը չի եղել։ Այնպես որ հոդված 13-ն էլ կարելի է ասել խախտված է Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության կողմից։ Հոդված 12 շրջակա միջավայրի պահպանությունը եւ կայուն զարգացումը։ Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը։ Հետքը, եթե չեմ սխալվում, հետքներ։ Վերջերս ուսումնասիրություններ արել, թե միլիոնավոր դոլարների ծախսով անտառներ տնկելը ինչքանով են արդյունավետ եղել եւ ինչքանով են այդ անտառները տնկվել այնտեղ, որտեղ պիտի տնկվեին։ Եվ ցույց է տալիս, որ նախ գործը չի արված, 90%-ից ավելը գործի չի արված։ Այդ փողերը անհիմն են ծախսվել, այնտեղ որտեղ տնկել են չորացել է, կամ էլ տնկել են այնտեղ, որտեղ պետք չէր տնկել։ Այս մի հոդվածով, այս մի հետքի հոդվածով արդեն պարզ է դառնում, որ շրջակա միջավայրի պահպանությունը պրավալ է տրված։ Նույնը կարելի է ասել բազմաթիվ ռեկլամ արված, գովազդված ծառատունկերի մասով, որ ՔՊ-ն իբր թե արել է ու այդ ծառերը լրիվ չորացել են։ Ահա։ Բնական պաշարների ողջամիտ օգտագործումը, Ամուլսարի դեպքը ձեզ օրինակ, որ բնական պաշարների ողջամիտ օգտագործումը մի խոսքով չի իրականացնում։ Ամուլսարով ասեմ ինչա կատարվում։ Շմակ փորձաքննություններ արվել շրջակա միջավայրի ՇՄԱԳ ազդեցության, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնորն է, չգիտեմ։ Մի քոթով շմակ փորձաքննություններ արվել, որը դատարանը որոշել էր, որ այդ փորձաքննությունը թերի է, անվավեր է։ Արդյունքում պետք է սպասեին մինչև նոր փորձաքննություն լիներ, որը թույլ կտար իրականում Ամուլսարը պետք է շահագործվի, թե ոչ, հանք որպես։ Ահա մինչև այս երկրորդ փորձաքննությունը, նորմալ փորձաքննությունը կլինի, բողոքարկել են դատարանում եւ գնացել է, եթե չեմ սխալվում, վերաքննիչ։ Բայց վերաքննիչը փոխանակես հարցը շատ արագ լուծի, պատասխան տա, ձգձգում է, տարիներով ձգձգում է հարցը։ Իսկ այդ ձգձգման արդյունքում
հանքի վրա շարունակում են գործողություններ իրականանալ։ Այսինքն խախտվում է հոդված 12-ը եւ ոչ միայն 12-ը, այս դեպքում մի քանի հոդվածներ են խախտվում, թե սահմանադրության, թե օրենքների։ Ամուլսարը ձեզ օրինակ, կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, բայց եկեք այսքանով սահմանափակվենք եւ այսպես այս հոդվածն էլ Նիկոլ Փաշինյանը։ Տնտեսական կարգը, Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որ հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա եւ պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը, սոցիալական արդարությանը։ Այս կետերից շատերը կարելի է վերանայել, այսինքն վերցնել դնել, այսպես ասեմ, բայց մի բան հաստատ է, որ ազատ տնտեսական մրցակցությունը պետության կողմից գոնե ասեք դրամաշնորհների, տենդերների հարցով խախտված է։ Արթուր Չախոյանը առնվազն Երևան քաղաքի բազմաթիվ շինարարություններում ցույց է տալիս, թե ոնց են պետական միջոցները կամ հանրային համայնքային միջոցները իրանց շներին տալիս որպես տենդեր եւ իրանց շները այդ փողերը մսխելով այնտեղ մի ինչ որ ստից գործ են շպրտում քաղաքացիների երեսին աչքակապոցի իրականացնելով այնպես որ առնվազն էս ազատ տնտեսական մրցակցությունը այն պահով որ պետությունը պիտի անի գոնե դա չի անում այս վերջերս բացահայտվեց որ մի հասարակական կազմակերպության $500,000 փող են տվել առանց մրցումի եւ գաղտնի բարձում այդ գաղտնիքն էլ ինչու՞մն է բարձում այդ հասարակական կազմակերպությունը դեռ եթե չեմ սխալվում 19 թվականից զբաղված է ինչով Նիկոլ Փաշինյանի համար իրական Հայաստանի գաղափարախոսությունն են ուրեմն մշակում $500,000 $500,000 իրական վերցրեք կարդացեք $500,000-անոց պրոդուկտ է դա։ Մի հատ կարդացեք այդ եզրությունը ինչա գրած։ Այդ եզրության համար $500,000 փողա դուրս գրվե։ Գաղտնի առանց մրցույթի։ Այսինքն էլի եկանք նրան, որ այս հոդված 11-ը հարգելիներս խախտված է։ Հոդված 10 սեփականության երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հավասարապես պաշտպանում է սեփականության բոլոր ձևերը ընդերքի եւ ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականություն են ընդերքի մասով արդեն ասեցինք որ խախտվում է եւ մասնավոր սեփականության ձևին վերադառնամ հարգելի ժողովուրդ միջազգային արբիտրաժային դատարանը Սամվել Կարապետյանի սեփականության հետ կապված միջանկյալ որոշում կայացրեց, որի վրա պետությունը թքած ունի։ Հոդված 10-ը եւս խախտված է։ Հոդված 9-ը տեղական ինքնակառավարման երաշխավորումը, ինչա նշանակում։ Նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տեղական ինքնակառավարումը որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը։ Այսինքն անկախ նրանից Վարդան Ղուկասյանն է Գյումրու քաղաքապետ թե ով, եթե տեղի ժողովուրդը, գոնե նրանց այն մասը, ովքեր մասնակցել են ընտրություններին, այնպես են ընտրություն արել ձեր դեգեներատ համակարգով, ընտրակարգով, բայց դա է օրենքը, տենց է գրած, տենց են արել, ուրիշ օրենք գրեք, ուրիշ ձև անենք։ Անկախ նրանից Վարդան Ղուկասյանը ձեզ դուր է գալի թե չէ, սելեկտիվ արդարադատություն, տեսեք, ես չեմ ասում Վարդան Ղուկասյանը արդար է։ Ես ասում եմ այդ գալաթը, որ արել է Վարդան Ղուկասյանը, իմ կարծիքով, միգուցե ես էլ եմ սխալվում։ 1000 հոգի նրանից բացի արել են, բայց 1000-ի մեջ հենց իրան եք բռնում, որտեղ ԿՊ-ական չի։ Նույնը վերաբերում է Վանաձորի քաղաքապետին, որը ԿՊ-ական չի, բայց տեղական ինքնակառավարման ղեկավար է։ Վերջին հաշվով ընտրվել։ Նույնը վերաբերում է Մասիսի քաղաքապետին, որ 7 տարի լռելուց հետո այդ մարդը 2 անգամ վերընտրվել է որպես քաղաքապետ։ Լավն է, վատն է, գողական է, չգիտեմ ինչական է, անձի մեկ է։ Գրած է Հայաստանի Հանրապետությունը երաշխարում է տեղական ինքնակառավարումը որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկ։ Եվ պարզվում է օրծերության 7 տարի հետո, 8 տարի հետո այդ մարդուն ինչ են անում, կալանավորում են թե ձերբակալում են մի խոսքով, ազատազրկում են։
Այսինքն ազատազրկում են բոլոր այն տեղական ինքնակառավարման ղեկա մի հոգուն էլ փարաքարում գնդակահարեցին, ովքեր ես չգիտեմ։ Այսինքն ինչ է ստացվում։ Եթե տեղական ինքնակառավարման ղեկավարները իրանց շները չեն, այսինքն նիկոլական, ՔՊ-ական չեն, ուրեմն նրանք կամ ձերբակալվում են, կամ դեպք ունենք նաև, որ գնդակահարվել է մարդը։ Այսինքն ոնց։ Այսպես է Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում տեղական ինքնակառավարումը։ 9-րդ հոդվածը նույնպես խախտված է։ Իդեպ Սրբուհի Գալյան, եթե չեմ սխալվում։ Տիկին ջան, այտենց պատասխանում ես հարցերին։ Այս տեսանյութը ուղարկեք Սրբուհի Գալյանին, թող նայի։ Տենց։ Կարա տենց նայի։ Գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցական համակարգը։ Արդեն իսկ այդ պետությունը, որ մշակույթով խթանելու էր այդ որ բերել էին, էլի այդ օրինագիծը թե ենթահորիզոնական ակտեր չգիտեմ, որ բերել էին, որ պետք է մշակույթի իրական Հայաստանին ուղղված ուրեմն խրախուսում լինի, դա արդեն բազմակարծության դեմ է։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է գաղափարախոսական բազմակարծություն եւ բազմակուսակցական համակարգը։ Կուսակցությունը կայացած չէ, գաղափարախոսական բազմակարծությունն էլ էլի զարգացած չէ, որովհետեւ գաղափարախոսություն չկա։ Կուսակցությունները կազմավորում եւ գործում են ազատորեն։ Կուսակցությունները գործունը չեն կարող հակասել ժողովրդավարման։ Կուսակցությունների կառուցվածքը եւ գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին։ Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորման ու արտահայտմանը։ Երրորդ եւ չորրորդ կետեր։ Հենց ՔՊ կուսակցության մեջ Հովիկ Աղազարյանին իր գաղափարական անհամաձայնություններից ելնելով սկսեցին շանտաժ անել։ Իրենց լիազորությունները չարաշահելով, թույլատրվածից անցնելով անձնական կյանքն ու նամակագրությունը իրար մեջ հանրայնացնել եւ հետո բանավոր հրապարակել, փորձելով զրկել մանդատից։ Այսինքն այս մարդը ձեր կուսակցության մեջ, հենց ՔՊ-ի մեջ, Նիկոլ Փաշինյանի կուսակցության մեջ, արդեն խախտվել այս դրույթը, որ հակասել է ժողովրդավարական սկզբունքներին։ Կարանք ասենք, այս հոդվածն էլ է խախտված։ Էլի կարելի է օրինակներ բերել։ Ընտրական իրավունքի սկզբունքները ազգային ժողովի համայնքների ավականների ընտրությունները, ինչպես նաև հանրակրվելն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ։ Հավասար եւ ազատ։ Հիմա ես տեղական ինքնակառավարման տեխնատություն դնեմ, իմ կողքը կանգնեն իմ ընկերները եւ իմ միգուցե դրկիցները, հարազատները, ովքեր իմ համերկրացիներն են, ասենք վեդեցիները։ Նիկոլ Փաշինյանի դեպքում մեղրից մինչև նոյեմբերյան ինչքան ՔՊ-ական տանձի պոչ կա, որպես տեղական ինքնակառավարման ղեկավար կամ չգիտեմ ով, հավաքում գալի լցվում են տեղական ինքնակառավարման ընտրություններում։ Այսպիսով հավասարությունը առնվազն խախտելով, այսինքն օգտագործում է ադմինիստրատիվ ռեսուրս։ Էլի վերադառնամ Արթուր Չախոյանի հրապարակումներին, որտեղ Երևան քաղաքի քաղաքապետի ընտրության ժամանակ բերել էր, լցրել էր պոլիկլինիկաներից եւ դպրոցներից։ Մարդիկ խոստովանում են, որ իրանց բերել են պոլիկլինիկաներից եւ դպրոցներից։ Ու այսպիսի բազմաթիվ բաներ։ Շատ մարդիկ չեն համարձակվում քաղաքական աջակցություն ցույց տալ, բիզնեսմեններ, որովհետեւ ինչա լինում, նրանց վրա սկսում է հարկային առանձնահատուկ հսկողություն։ Եվ այլն եւ այլն։ Այսինքն, այս դրույթն էլ ընտրական իրավունքի երաշխավորումը դարձյալ խախուտ է, դարձյալ թերի է, առնվազն թերի է։ Ավելի Նիկոլ Փաշինյանի իրենց ներքին խմբում որ լրատվականի լրագրողն, էլի եթե չեմ սխալվում հետքիններ, կներեք հետքն է մոտս ասոցացվում, էլի։ Լրագրողին սխալմամբ իրենց չաթի մեջ էին ավելացրել, որտեղ նա կարդացել էր Նիկոլ Փաշինյանի այդ գրառումը, որ տնեցիկին հավաքեք, եկեք միտինգի։ Տնեցիկին հավաքեք, եկեք միտինգի։
Բայց որ բանը եկեղեցական չալոին էին ասե, անունը ոնց էր։ Միքոսով գիտեք Օհանավանքի չալոն։ Օհանավանքի չալոին էին ասե, ընկեր Ստեփան, ես քեզ սկզբում հասկանում էի։ Ես քո բերած հիմունքները, հիմնավորումները հասկանում էի։ Բայց դու բարոյական օրենքներից զուրկ ես, ապե։ Դա իմ գնահատականն է։ Օրը կգա ավելի մանրամասն կարտահայտվեմ, հենց քո մասին։ Ահագին տեղեկություն եմ ճշտել, մենակ մի բան կասեմ, հարգելի ժողովուրդ, այդ ոնց եղավ, որ Օհանավանքը դուք գիտեք դա, շատ հարուստ տեղա քահանայի համար։ Մի բան է լինես Օհանավանքում, մի բան է լինես այն լեռնային գյուղերից մեկի եկեղեցում քահանա։ Դրանք տարբեր բաներ են։ Նախ հարցրեք, թե այդ ոնց եղավ, որ այդ չալոնը տեղ դարավ քահանա։ Եկեղեցին, որ այդքան փիստներ, կաթողիկոսը այդքան վատներ, այ ապերախտ։ Այդ ոնց քեզ ուղարկեց Օհանավանք։ Էդի ոնց որ բժիշկներ են սովետի ժամանակ բժիշկներին ուղարկում են, ոնց որ մեկին ուղարկեն հանրապետական կենտրոն, մեկին էլ ուղարկեն հեռավոր լեռնային մի գյուղում որպես բանը։ Տենց մենավոր բժիշկ։ Մեկին էլ ուղարկեն հանրապետական կենտրոն աշխատելու։ Այդի տենց տարբերությունն է, էլի, դու ոնց դե հայտնվեցիր։ Այ ապերախտ։ Քեզ տուն տեղ էր տվել եկեղեցին։ Եթե չեմ սխալվում, ավտոյի հարցը լուծվել։ Դու մի հատ ասա տարեկան ամսեկան ինչքան է եղել քո եկամուտ, այ ապերախտ։ Ասա ամսեկան ինչքան փող ես աշխատել այդտեղ։ Հալալ լինի քո աշխատածը։ Մարդիկ տվել են, դու էլ վերցրել ես, հալալ լինի։ Մի հատ ասա Օհանավանքում ինչքան ես դու աշխատել։ Լավ, հարցս վերաձևակերպեմ։ Քանի միլիոն դրամ ես աշխատել ամիսը։ Այ ապերախտ։ Թե Նիկոլենք 1-2 կանչել են իրանց տունը, չգիտեմ ինչ արարողություններ անելու, համապատասխան ծրորով շնորհակալություն են հայտնել եւ միգուցե նաեւ առաջարկել են կաթողիկոսի տեղապահ չգիտեմ, թե այսպես է եղել։ Այսինքն ձևակերպումները ստան վաղը դատարանում, ձեր դատարանում կարողանամ պատասխանել հարցերին։ Ժողովուրդ, հարցրեք, քանի միլիոն է այդ անձնավորությունը ստացել Օհանավանքում աշխատելու։ Մի հատ հետաքրքրվեք, քանի հարգանի տուն է սարքում ու որտեղից քահանային այդքան եկամուտ այդ տունը սարքելու։ Մի էսենց մի քանի բան հələ հրապարակեք տեսնեմ, հարգելի լրատվամիջոցներ, հələ հետաքրքրվեք, բայց քեզ չալո, դու բարոյական օրենքներից զուրկ ես։ Ես քեզ հասկանում եմ, ես այս եկեղեցում եղած ապականությունն էլ գիտեմ։ Վաղուց գիտեմ, դու հələ չեր էլ ընդունվել ճեմարան, ապեր ջան։ Դու հələ չեր էլ որոշել եկեղեցական դառնալ, ես այդ գիտեի։ Բայց քո պահվածքը, քո վարքը, այսքան ճանապարհ անցնելուց հետո այսպես դիրքավորվել, դու հələ պատասխանած ստանալու ես, հələ վայելի, օրը կգա պատասխանելու։ Հա, ինչ էի ասում։ Ընտրական իրավունք, օրինականության սկզբունքը, ուշադիր։ Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, անձինք, պաշտոնատար անձինք, ոչ թե կաբինետում եղած ժամանակ, այլ քանի ինքը պաշտոնատար անձ է։ Իրավունք ունեն կատարել, իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով։ Եթե լիազորված չեն,
մտնել եկեղեցի, կուսուկցություն ստուգել, կուսակրոնություն ստուգել, եթե դրա համար լիազորված չեն, ապա իրավունք չունեն։ Դա օրինականության սկզբունքի, այսինքն հոդված 6-ի խախտում է։ Ահա, այսքանը։ Այս կետով բազմիցս խախտված է օրինականության սկզբունքը։ 5-րդ կետ։ Իրավական նորմերի աստիճանակարգությունը, սահմանադրությունի բարձրագույն իրավաբանականություն եւ այլն, բայց դա մի հատ կարևոր կետ եմ ուզում ասեմ։ Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում է միջազգային պայմանագրի նորմերը։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ եթե միջազգային դատարանը քեզ ասում է Սամվել Կարապետյանի սեփականության նկատմամբ ոտնձգությունները դադարեցրու, դու չես ասում մենք ներքին այսպիսի օրենք ունենք, մենք դրանով կշարժվենք։ Կիրառվում է միջազգային պայմանագրերի նորմերը։ Սա եւս խախտված է, առնվազն այս մի օրինակով։ Եթե ինչ-որ բան սխալ եմ ուզում, հուսամ իրավաբանները կմիջամտեն, կգրեն, կասեն։ 4-րդ հոդված իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը պետական իշխանությունը իրականացում է սահմանադրության եւ օրենքների համապատասխան օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա։ Հովիկ Աղազարյանի դեմ ոտնձգությունը ԲԴԽ-ի նախագահի SMS-ով ցրելը, սրանք հանդիսանում են դատական եւ օրենսդիր իշխանության նկատմամբ ոտնձգություն գործադիրի կողմից, Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այս կետը մի այլ կարգի խախտվել է։ Ասել, որ շրջափակել դատարանները թույլ չտար դատարանները գործեն, միջև չգիտեմ ինչ յանի վեթինգ անում, որ այդպես էլ չարեց։ Սա այս հոդվածի խախտում է։ Բազմիցս Նիկոլ Փաշինյանը քիթը խոթել է պարլամենտի եւ դատական իշխանության գործերին։ Ավելին Վանեցյանի հետ գաղտնալսումների ժամանակ այն գլխից բանին ձերբակալել չձերբակալու, դատել չդատելու հարցը դատավորի հետ խոսածածա թե չէ, էլի Վանեցյանը քննարկում էր Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսինքն բազմաթիվ փաստեր կան, որ 4-րդ հոդվածը նույնպես խախտված է սահմանադրության։ Հոդված 3. Մարդը նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները։ Հիմա խոսքագնալու գաղտնալսումների, գաղտնի տենատեսա ձայնագրությունների, դրանք մամուլում իբր թե տենց արտահոսք տալու ներողություն եմ խնդրում, մի կում խմեմ էլի։ Ատում եմ, երբ որ եթերի ժամանակ բան ենք խմում, բայց այս ներող եղեք։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունների, իրավունքների, ազատությունների անխախտելի հիմքն է։ Մարդու արժանապատվությունը, անօտարելի արժանապատվությունը ոտնահարվում է հենց ձեր գաղտնալսումներով, ձեր անձնական կյանք մտնելով, ձեր SMS-ներ կարդալով եւ այլն։ Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականությունն է։ Դուք երիք չի պարտականությունն եք խախտում, այլև դուք իքտետ եք խախտում այդ արգելքները։ Այսինքն եթե ուրիշը խախտեր, դուք չմիջամտեիք, թույլ տայիք, արդեն ձեր վրա մեծ խոսակցություն կար, մեծ կշտամբանք կար։ Բայց երբ որ դուք երիք չի անգործություն եք ցուցաբերում, երբ որ դրանք հրապարակվում են այս կոմենտում, դեռ դուք անձամբ եք էտի լսում, գաղտնալսում, հետո հրապարակում, մանտաժանում, որպես իբրև քրեական նյութի բան մաս հրապարակում, մանտաժարած։ Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով, որպես անմիջականորեն գործող իրավունք։ Իսկ դուք սահմանափակված եք, այլ լկտիներ, այլ գռեհիկներ, դուք սահմանափակված եք ամենևին։ Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովրդին, ոչ թե նիկոլականներին, այլ ժողովրդին։ Հայաստանում կա 3 միլիոն ժողովուրդ։ Նիկոլին ձայնա կտվել այդ 3 միլիոնից ենթադրենք 800,000-ը։ 2 միլիոն 200,000 ժողովուրդ Նիկոլին ձայն չի տվել։ Բայց իրանց է պատկանում այդ իշխանությունը։
Ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների, ասացինք, որ ազատ չեն արդեն, հանրաքվեների, քանի հանրաքվե այս 7 տարում իրականացվել, պարոն Փաշինյան, իբրև ժողովրդի տենց սատարն ես, իբրև ժողովրդին աջակից ես, իբրև թե պաշտում ես ժողովրդի իշխանությունը, քանի հանրաքվե է, քո օրոք, իշխանության օրոք, այս վերջին 7 տարիների ընթացքում, 7.5 տարիների ընթացքում, քո իշխանավարման, քանի հանրաքվե է Հայաստանում եղել, եւ քանի հսկայածավալ համահայկական, համահայաստանյան հարցեր է եղել քննարկված, որոնք պիտի որ գնային հանրաքվեի։ Զերո հանրաքվե է քո օրոք, իբրև թե ժողովրդի, ժողովրդավարության պաշտպան, ժողովրդի այսպես ինչ ասեմ, ժողովրդավարության այսպես քարոզիչ ոչ մի հանրաքվե։ Ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված պետական տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։ Պարոն Փաշինյան, 2018 թվականի մայիսին իշխանության յուրացում չեղավ ձեր ու ձեր խմբակի կողմից։ Հետաքրքիր է։ Այն որ ասում եք հեղափոխություն։ Բա հեղափոխություն։ Ինչի ազգային ժողովը չցրեցիք, ու ինչի Աշոտյանի կուսակցության կողմից ընդունեցիք վարչապետի մանդատը, ձեր խմբակին բերելով իշխանության։ Չէ որ կարող է Աշոտյանը այնտեղ ազնիվ արդար էր ընտրվել։ Թե 17 թվին արդեն որոշել էիք, որ քեզ պետք է բերեն, դրա համար այդ ընտրությունները ճանաչեցիր որպես լեգիտիմ, որովհետև 17 թվին քեր ականջին արդեն շոշնջացել էին։ Ես սա կարող եմ ապացուցել 16 թվի փաստերը վկայակոչելով ՊՊԾ գնդի գրաման ժամանակ, երբ ասում էիք ձեռքերը բարձր սկսում ենք բանը մեր գործողությունները, այսինքն նույն այն ամեն ինչ ինչ որ արեցիք 18 թվականին դուք ստարտ արեցիք 16 թվականին եւ Պավլիկն ասեց Նիկոլին գցեք զիբիլի վեդրոն։ Ու այդ ամեն ինչը ձախողվեց։ Պավլիկը ներսից, գնդի ներսից։ Լավ։ Արդյոք դուք չեք յուրացրել իշխանությունը 2018 թվականին։ Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ դուք յուրացրել եք իշխանությունը։ Այնինչ ասում եք բռնի, թավշյա, չգիտեմ ինչ, մեկ բառով իշխանության յուրացում, մեկ հոգու եւ մեկ ջուր խմբակի կողմից։ Իշխանության յուրացում։ Համագործակցելով գործող ոչ դեմոկրատական ավտորիտար ուժերի հետ, համագործակցելով ԱՀԾ եւ այլ հատուկ ծառայությունների հետ, արտաքին միջամտության կամ լուր համաձայնության կամ հենց միջամտության օգնությամբ։ Պարոն Փաշինյան, դարձյալ լսեք Արթուր Համբարձումյանի ուղիղ եթերները Գյումրիից, Արթուր Համբարձումյանը շատ մանրամասն եւ բազմաթիվ անգամներ այս ամեն ինչին անդրադարձել է, ինձանից 100 անգամ ավելի խորը, ավելի հիմնավորված եւ փաստարկված։ Այնպես որ այս երկրորդ հոդվածն էլ, պարոն Փաշինյան, դուք առնվազն չարաշահել եք։ Առնվազն ես այստեղ տեսնում եմ հիմնավոր կասկած, որ պետքա, եթե չասեմ դուք խախտել եք, բայց այստեղ պետքա մի հատ հələ պետքա քննարկվի այդ հարցը։ Առաջին հոդված Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն։ Արդեն իսկ ցույց ենք տալիս, որ իրավական չէ, որտեղ արդարադատությունը առնվազն սելեկտիվ է, երբեմն անմեղ մարդկանց են բանտարկում, օրինակ Միքայել Աջապահյանին։ Սոցիալականի հարցը, ժողովրդավարականի հարցը քննարկեցինք, սոցիալականը հələ թողնենք, որտեղ այստեղ տարընթերցումներ կարող են լինել, բայց ինքնիշխանության վրա եկեք կանգնենք։ Երբ որ դուք Ալիևի ստորագրությամբ Թրամփի հետ ինչ որ բան եք որոշում, հռչակագիր եք գրում, Ալիևի ստորագրությամբ, դա ինքնիշխանության ոտնահարում չի։ Հələ որ այսքանը կասեմ։ Դա ինքնիշխանության ոտնահարում չի։ Ամենաթարմ դեպքից օգոստոս 7 գլուխ տես գովում։ Դա ինքնիշխանության ոտնահարում չի։ Ինչ ճանապարհ է տալի նրանց։ Թե երկու վագոն ծորենով մտածում ես հեսա խափեցիր։ Չի կարելի ժողովրդին այդ կարգի նախրի տեղ դնել։ Եթե նույնիսկ այս երկրում 800,000
որ խիստ կասկածում եմ իհարկե, 800,000 մարդ քեզ ձայն է տվել, կամ առաջիկայում եթե նույնիսկ մի 400,000 մարդ քեզ ձայն է տալու, հիշիր, 2,200,000 մարդ, 2,5 միլիոն մարդ քեզ ձայն չի տվել այս երկրում, իսկ դու նրանց բոլորի վարչապետն ես։ Եվ այսպիսով ամփոփենք սահմանադրական կարգի հիմունքները գլուխ առաջին կազմված էին 22 հոդվածից, որոնց երևի թե 80%-ը Նիկոլ Փաշինյանի կողմից խախտվել են։ Հիմա ընկեր Գալյան, ինչ ես ասում, էսի սահմանադրական կարգի տապալումա, թե նենց չէ, ընկեր Գալյան, ես ներողություն եմ խնդրում կնոջ հասցեին քննադատություն հնչեցնելու համար, բայց դուք էլ ձեզ կնոջ պես պահեք, որ մենք էլ զսպվենք, և պետք չի մեզ էշի տեղ դնել, դուք կարող եք ինքներդ ձեզ էշի տեղ դնել, բայց մեզ պետք չի էշի տեղ դնել, հիմա սահմանադրական կարգի տապալումա, թե չէ, անկախ նրանից դու ինչ կձևակերպեք, թե որն է սահմանադրական կարգի տապալումը, սահմանադրական կարգի հիմունքները 22 հոդված է, որից առնվազն 15-16-ը խախտված է, այ ընկեր, այդ սահմանադրական կարգի տապալումը պոզով պոչով է լինում, մնացածը արդեն ձեր իրավագիտական, իրավաբանական մանիպուլյացիաների դաշտում կարող եք անել։ Թերևս այսքանը, հարգելիներս։ Լավ բան ասեմ, այս երկրում կա 2,200,000 մարդ առնվազն, ով Նիկոլ չի ընտրել։ Ավելին առաջիկա ընտրություններում 26 թվականի ավելի շատ է լինելու մարդիկ, ովքեր Նիկոլ չեն ընտրելու։ Այդ ձեզ լավ նորություն։ Թերևս այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալություն ինձ հանդուրժելու համար, այն YouTube-յան կանալները, որ կտարածեն այս տեսանյութը, խնդրում եմ հավանեք այդ կանալներին, գրանցվեք այդ կանալներին, սա էլ կլինի իմ շնորհակալությունը նրանց իմ խոսքը տարածելու համար։ Ցտեսություն, բարի հանգստյան օր բոլորիս։